Հոգեբանական դրամա Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում բեմադրել են ֆրանկոֆոն թատրոնի ինքնատիպ դրամատուրգ Մատեի Վիշնիեկի կնոջ մարմինը պատերազմի դաշտ ներկայացումը։ Երկու կին, երկու աշխարհ ու մեկ պատերազմ, բոսնիական մութ իրականության մեջ հանդիպում են Դորան եւ Քեյթը, մեկը բռնության զոհ է, մյուսը օգնության եկած հոգեբան, թե ով ում կփրկի ռեժիսորը փակագծերը չի բացում, միայն նշում է, վաղուց էր ցանկանում բեմադրել այս գործը։ Մոտ 20 տարի է, որ սա ես մտածում եմ այս պիեսի մասին։ Խնդրեցի երկու շատ հաճելի դերասանուհիներ, որից մեկի հետ միշտ աշխատել եմ, Սոնա Մարտանյանը, իսկ մյուսին միշտ հերվից դիտել եմ Գայանե Բալյանը, շատ հաճույքով իրենք ընդունեցին առանց որևէ ակնկալիքի, որտեղ վճարում չկար, ոչինչ չկար, համաձայնեցին, որ աշխատեն, որտեղ իրենք էլ սիրեցին աշխատանքը։ Նախ պիեսը հոգեբանների օգնությամբ թարգմանվել է, որից հետո Մհեր Մկրտչյան թատրոնի տնօրեն Տաթևիկ Մելքոնյանն առաջարկել է այն բեմադրել իրենց թատրոնում։ Ինչպես ռեժիսորն է նշում, իր վաղեմի երազանքն արդեն բեմում է, պրեմիերայի սպասելիս։ Հանդիսատեսը այս պիեսից դուրս գնալով կմտածի. ինչ տեսա։ Ոչ թե ինչ ինձ հրամցրին, կամ ինձ համար ինչ լուծումներ առաջարկեցին, կամ ինձ ասցին ինչ մտածեմ, ինչը ես ինքս կգտնեմ, որտեղ այնքան հարցեր կա այս պիեսի մեջ։ Օրինակ մեկ հատ հարցը, որ բռնավորված կինը իր երեխայի հետ ինչ պիտի անի, որ կրոնը տարբեր պատասխան է տալիս, բարոյականությունը տարբեր պատասխան տալիս, բայց ինքը ինչ պատասխան պիտի տա։ Տեսնում ես այն տները, բլրի վրա, այդա Շվեյցարիան։ Գայանե Բալյանը բեմում չի եղել գրեթե 2 տարի, ուրախ է այս գործակցության համար, սիրում է դրամայի ժանրն ու վստահ է, իր ու խաղընկերուհու աշխատանքից հանդիսատեսը գոհ կմնա։ Դերասանուհու համար ամենակարևորը այն է, թե թեման ինչքանով է իրան կպնում։ Այդտեղ է, որ ինչ-որ բաներ բացվում են կամ չեն բացվում։ Այս թեման ինձ կպնում է այնքանով, որ այստեղ շոշափվում է ոչ միայն պատերազմի հետևանքների հարցը, այլ նաև ոնց որ մարդու թեման է առաջ գալիս, կյանքի ու մահվան ընտրությունը, կյանք թե մահ։ Ու ինձ թվում է յուրաքանչյուր մարդու էլ այդ թեմաները կպնում են, էլի։ Դերասաններն ու ռեժիսորը հստակ նպատակ ունեն։ Լույսերը մարելուց հետո հանդիսատեսը ոչ թե պետք է հեռանա պատասխաններ ստացած, այլ ինքն իրեն ուղղված մեկ հարցով՝ դու տեսար նրանց, թե լսեցիր քո սեփական ձայնը։ Ներկայացման ընթացքում ես ընդհանրապես չեմ ճանաչում այդ ինձ մտերիմ մարդուն, ու լրիվ տարբեր մարդիկ ենք։ Համ շատ օգնում է այդ, համ պահի տակ չես հասկանում, որ քո մտերիմ մարդն է ու դուք արդեն այստեղ լրիվ ուրիշ մարդիկ եք, շատ հետաքրքիր է այս դեպքում իմ աշխատանքը Գայանեի հետ, կարծում եմ հուսամ իրեն էլ։ Հոգեբանական այս պատմության առաջնախաղերը մայիսի 7-ին և 8-ին են։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։